Նա ընդամենը 17 տարեկան էր, երբ լսում էր ձայներ խավարի միջից։ Հարյուրամյա պատերազմի ամենամութ ժամերին, երբ Ֆրանսիան ծնկի էր իջել, Ժաննա Դարկը հավատաց, որ ինքն է ընտրյալը։ Նա թողեց իր հայրենի գյուղը, կտրեց մազերը, հագավ տղամարդու սև զրա և վերածվեց կենդանի սրբի կամ գուցե վհուկի, ինչպես շշնջում էին թշնամիները։ Անհավանական խիզախությամբ նա առաջնորդեց հուսահատված բանակը դեպի Օրլեան և խավարի մեջ կրակ վառեց, ջախջախելով անպարտելի անգլիացիներին։ Նա թաքադրեց թագավորին, բայց արքայական պալատի ստվերներում թաքնված էր նախանձն ու դավաճանությունը։ Նրան բռնեցին և վաճառեցին թշնամուն։ Սկսվեց պատմության ամենաստոր դատավարությունը, որտեղ հարյուրավոր ուսյալ տղամարդիկ մութ խցում փորձում էին կոտրել միայնակ աղջկա հավատքը։ Նրան մեղադրեցին հերետիկոսության մեջ և դատապարտեցին ամենասարսափելի մահվան՝ խարույկի վրա։ Բայց երբ Ռուանի հրապարակում բարձրացավ սև ծուխը, նրա հոգին վերածվեց հավերժական լեգենդի, որը ապացուցեց, որ անգամ ամենաթանձր խավարում մեկ մարդու հավատքը կարող է փոխել պատմության ընթացքը։